Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ անզուգական, միակ, անկրկնելի աստրոմագ եւ թալիսմաններ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք շատ արդյունավետ, բայց միաժամանակ պարզ, մատչելի, զանազան հմայախոսություններ, մոգական արողակարգեր, ծիսակարգեր, հնարքներ, որոնք կդարձնեն ձեր կյանքը շատ ավելի բարեկեցիկ, շատ ավելի երջանիկ եւ շատ ավելի ներդաշնակ։ Անպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքին, եթե բաժանորդագրված եք եւ դիտեք այս վիդեոները մինչեւ վերջ եւ միայն դիտելով իհարկե մի սահմանափակվեք, անպայման կատարեք արողակարգերը, որովհետեւ դիտելը շատ քիչ է արդյունք ստանալու համար։ Այսօր սիրելի բարեկամներ, գիտեք, որ մեզ մոտ այժմ ասելով ես նկատի ունեմ մարտի 19-ից 2026 թվականի մինչև ապրիլի 2-ը աճող լուսին է եւ աճող լուսնի ընթացքում շատ բարենպաստ է ներգրավել մեր կյանք այն ինչ որ մենք ցանկանում ենք ավելի շատ ֆինանսական հոսքեր, ավելի շատ երջանկություն, ավելի շատ հաջողություններ, բարեկեցություն եւ այլն եւ այսինքն այն ինչ որ դուք ցանկանում եք բազմապատկվի ձեր կյանքում, ահա դրա համար իդեալական ժամանակահատված է աճող լուսինը եւ հատկապես այս աճող լուսինը, որովհետեւ այն համընկել է հենց գարնանային գիշերահավասարի ամենամոգական տարվա ժամանակահատվածի հետ։ Եվ այժմ կներկայացնեմ գերհզոր մոգական շշուկ ֆինանսական հաջողությունը, այսպես ասած, վերականգնելու եւ կրկնապատկելու համար։ Այսինքն սա փողաբեր գերհզոր շշուկ է եւ այս արողակարգ շշուկը կատարվում է 3 օր շարունակ։ Իմիջիայլոց այս մոմերը նախորդ արողակարգից են, եթե չեք դիտել անպայման դիտեք, դա 7 օր է կատարվում եւ նույնպես աճող լուսնի ընթացքում նույնպես փողաբեր արողակարգ է։ Եվ այս փողաբեր շշուկը ջրի վրա շշուկ է եւ մենք ջրին ենք խնդրելու, որպեսզի ջրի զորությունը մեզ այդ նյութական բոլոր մեր խնդիրները վերացնի եւ բերի նյութական բարեկեցություն։ Ինչ է անհրաժեշտ, կատարվում է բացառապես աճող լուսնի ժամանակ, կատարվում է այս շշուկ հմայախոսությունը 3 օր շարունակ, օրերը բաց թողնել, այս 7 օրերն էլ նույնպես, օրերը բաց թողնել չի կարելի, եթե բաց թողեք նա այլևս չի աշխատի։ Ցանկացած ժամի նույնպես, բայց ես նախընտրում եմ բոլոր այսպիսի արողակարգեր անցկացնել առավոտյան, մինչև ժամը 12-ը, որտեղ այդ ժամանակ էներգետիկան առավելապես հզոր է։ Անհրաժեշտ է խմելու ջուր, վերցնում եք, լցնում եք բաժակի մեջ, պրնկեպրունկ պետք է լինի, այդ իսկ պատճառով վերցրեք փոքր բաժակ, որովհետև 3 կումով պետք է խմեք այդ ջուրը եւ ավելքում անել չի կարելի։ Նույն կարող եք վերցնել սուրճի բաժակ կամ օղու գավաթ կամ գինու գավաթ փոքր, որպեսզի պրնկեպրունկ լցնեք մեջը ջուր։ Ցանկացած ձեռքով վերցնում եք, լցնում եք ջուրը եւ 12 անգամ կարդում այն հմայախոսությունը, որը գրված կլինի այս վիդեոյի տակ նկարագրության մեջ։ Այնտեղ իհարկե փակագծերում անունը կլինի, ձեր անունն եք ասում։ Եվ ամեն անգամ իհարկե այդ հմայախոսությունը կարդալուց հետո 3 անգամ ամեն բառն եք ասում եւ խնդրում ջրին, որպեսզի նա բերի դեպի ձեզ նյութական բարիքներ, ֆինանսական հոսքերը ձեր բացվեն եւ այլն, ցանկացած գումարի հետ կապված ցանկացած այսպես ասած խնդրանք ջրին, 12 անգամ այդպես կրկնում եք եւ այնուհետեւ 3 կումով խմում եք ամբողջ ջուրը։ Ավել կում անել չեք կարող եւ ասեմ դա իհարկե ստուգված է, փորձված է, բավականին արդյունավետ արարողություն է։ Այս 3 կատարում է 3 օր շարունակ, այսինքն ամեն օր նույն գործողությունն է կատարում եւ այդ 3 օրերի ընթացքում ընդհանրապես պետք է բացառել խմիչքը, ոգելից խմիչքը, ցանկացած, դա կարող է լինել անգամ կոնֆետի մեջ, չի կարելի այդպիսի կոնֆետներ ուտել լիկյորներով եւ այլն, այսինքն անգամ կարեջուր, առհասարակ որևիցե խմիչք չի կարելի օգտագործել այս 3 օրերի ընթացքում։ Հետո կարող եք
4-րդ օրը արդեն կարող եք օգտագործել։ Պես որ ընտրեք այնպես, որ հանկարծ ինչ որ առիթների կամ բանի չհամընկնի, որ դուք կարողանանք հանգիստ կատարել այս արարողակարգը։ Ահա այսքանը սիրելի բարեկամները, անպայման կատարեք եւ հետո մեկնաբանություններում գրեք ինչպիսին են արդյունքները։ Անպայման բաժանորդագրվեք Աստրոմագ եւ Թալիսմանների YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք նաեւ Աստղաբանական YouTube-յան ալիքից Աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի հետ, նաեւ հետեւեք ինձ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում եւ TikTok-ում, անպայման նաեւ այցելեք իմ պաշտոնական կայքը annehahverdyan.com-ը եւ այնտեղ նաեւ շատ հետաքրքիր տեղեկատվություններ կան, նաեւ լուսնային ամսվա կարևորագույն այս շրջափուլերը, օրերը եւ այլն։ Ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, սիրելի բարեկամներ, կհանդիպենք, ցտեսություն։